Արդեն 2 ամիս է ինչ դերասանուհի Ռոզա Դավթյանի կյանքում բացվել է մի նոր յուրահատուկ էջ: Նա ամուսնացել է նշելով իր կյանքի ամենահիշարժան ու հուզիչ օրը: Թեև ժամանակն անցնում է արագ, սակայն զգացմունքներն ու հիշողությունները շարունակում են թարմ մնալ: Ռոզան Ինստագրամի իր էջում այսօր հրապարակել է շքեղ ծաղիկների գեղեցիկ փունջ, նշելով, որ այն ստացել է ամուսնության 2-ամսյակի առթիվ սիրով ու ջերմությամբ լի ուղերձով: Այս հրապարակումը հիշեցնում էր այն երջանիկ պահի մասին, որը ոչ միայն իր, այլ նաև նրա հետևորդների համար դարձավ անչափ հուզիչ: Ռոզայի հարսանիքը հիշվեց որպես տարողունակ, նուրբ ու զգացմունքային իրադարձություն: Նրա հայրը ցավոք չկարողացավ ներկայանալ այդ կարևոր օրը, ինչը դերասանուհին հաճախ հիշում է: Սակայն նույնիսկ իր բացակայությամբ հայրական սերն ու հոգևոր ներկայությունը զգացվում էր թե Ռոզայի խոսքերում, թե հարսանեկան մթնոլորտում: Նա գրել էր, որ մանկուց երազել է հարսանիքի օրը պարի դուրս գալ հայրիկի հետ ու նրա հետ քայլել դեպի եկեղեցի, բայց այդ օրը ստիպված էր ապրել առանց այդ երազանքի իրականացման: Այնուամենայնիվ, Ռոզան ընդգծել էր, որ այսօր հանգիստ է, որովհետև գիտի ապահով է ու սիրված: Հարսանիքի մասին պատմող տեսանյութերը, որտեղ արտասվում էին ոչ միայն Ռոզան, այլ նաև նրա մայրիկը, ընկերները, հյուրերը, տարածվեցին համացանցում և հուզեցին հարյուրավոր դիտողների: Դերասանուհու յուրաքանչյուր քայլ հանրության կողմից ուղեկցվում է մեծ սիրով, իսկ հարսանիքն ընկալվում որպես ոչ միայն կյանքի նոր փուլի սկիզբ, այլ նաև արժեքների հաղթանակ, սիրո, ընտանեկան ջերմության և հարգանքի դրսևորում: Եվ չնայած ընտանեկան այս կարևոր իրադարձությանը, Ռոզան երբեք չհեռացավ իր մասնագիտական գործունեությունից: Նա շարունակում է նկարահանվել «Վերջին զանգը» հեռուստասերիալում, մարմնավորելով Անգելինայի կերպարը: Անգելինան դարձել է մի այնպիսի կերպար, որին հաջողվել է սիրաշահել հազարավոր հեռուստադիտողների սրտերը: Նրա հերոսուհու շուրջ զարգացող սյուժետային գիծն այս շրջանում հատկապես հագեցած է լարված, հուզիչ ու հաճելի անսպասելի զարգացումներով: Իր մեղրամսի համար Ռոզան ամուսնու հետ մեկնել էր Դուբայ, մի վայր, որն իսկապես արտահայտում էր այն շքեղությունն ու ներդաշնակություն, որ վայել էր երիտասարդ ամուսիններին: Այդ օրերին դերասանուհին պարբերաբար կիսվում էր լուսանկարներով ու տեսանյութերով, ներկայացնելով ոչ միայն տեսարժան վայրերը, այլ նաև իրենց ուրախությունը, ներդաշնակությունն ու իրար նկատմամբ անսահման սերը: Սակայն այդ հաճելի հանգիստը երկար չտեւեց: Ռոզան շուտով վերադարձավ Հայաստան՝ շարունակելու իր աշխատանքը, որովհետև նա միշտ եղել և շարունակում է մնալ շատ խիստ ու նպատակասլաց մասնագետ: Իր խոսքով, առանց աշխատանքի նա իրեն չի պատկերացնում: Սերիալում նրա բացակայությունը զգացվել էր, իսկ կերպարի բացակայությունն էլ ավելի էր սրել սյուժեն: Ռոզայի վերադարձը նկարահանման հրապարակ ընդունվեց սիրով ու ջերմությամբ: Նա միացավ իր սերիալային ընտանիքին՝ Իրինա Հարությունյանին և Ռոբերտ Հակոբյանին, որոնց հետ կիսված կադրերն էլ ինքը տեղադրեց սոցիալական հարթակներում, ցույց տալով իր վերադարձի ուրախությունն ու իր կերպարի նոր զարգացումների համար պատրաստակամությունը: 2 ամիս անց հարսանեկան իրադարձություններից պարզ է դառնում, որ Ռոզա Դավթյանն ապրում է իր կյանքի ամենագեղեցիկ շրջանը: Նա համատեղում է սերը, կարիերան, հանդիսատեսի սերն ու սեփական երազանքների իրականացումը: Նա ոչ միայն դերասանուհի է, այլև ոգեշնչող կերպար՝ հստակ ձայնով, ազնիվ դիրքորոշմամբ և անկեղծությամբ: Եվ ինչպես տեսնում ենք, այս ամենը դեռ նոր է սկսվում: Ռոզա Դավթյանի կյանքում կարծես ամեն ինչ հիանալորեն իր հունով է ընթանում: Նա կարողացել է համադրել սերն ու աշխատանքը, պահպանել հավասարակշռություն անձնական երջանկության ու ստեղծագործական կյանքի միջև: Նույնիսկ հարսանիքից հետո, երբ շատերը որոշում են մի փոքր դադար վերցնել, Ռոզան չհեռացավ նկարահանումներից: Նա վերադարձրեց իր սերիալային կերպարի ուժը այն պահերին, երբ հեռուստադիտողները սպասում էին զարգացումների, երբ հանդիսատեսը կարոտով հետևում էր Անգելինայի բացակայությանը: Վերադառնալով նկարահանման հրապարակ, Ռոզան նոր եռանդով միացավ իր գործընկերներին: Ռոզայի կերպարը՝ Անգելինան, սերիալում շարունակում է ծանր, բայց շատ կարևոր փուլ անցնել: Նրա շուրջ զարգացող իրադարձությունները հեռուստադիտողի զգացմունքների կիզակետում են: Ռոզան խաղում է մի կերպար, որը միաժամանակ սիրված է, խոցելի, բայց նաև ուժեղ:
Դերասանուհին իր աշխատանքը կատարում է գերազանց դրանով, իսկ էլ ավելի ամրապնդելով իր դիրքը որպես այսօրվա ամենասիրված ու խոսվող երիտասարդ դերասանուհիներից մեկը։ Համացանցում նրա գործունեությունն էլ պասիվ չէ, Ռոզան գրեթե ամեն օր կապի մեջ է իր հետևորդների հետ, կիսվում է կյանքի մանրուքներով, նկարահանումների ընթացքից հատվածներով, ընտանեկան պահերով, իսկ երբեմն էլ խոր անձնական մտքերով։ Նրա հրապարակումներում երևում է անկեղծություն, և դա մարդկանց դուր է գալիս։ Նա չի փորձում լինել կատարյալ, դրա փոխարեն մնում է իրական, մարդկային, այդ իսկ պատճառով էլ մարդիկ իրենց տեսնում են նրա մեջ սատարում, սիրում, հիանում, իսկ նրա ամուսնությունը մինչև օրս շարունակում է մնալ համացանցի քննարկման թեմաներից մեկը։ Իրար հետ անցկացրած մեղրամսի լուսանկարները Դուբայից, որ դեռևս հիշում են բոլորը, դարձան իրենց սիրո պատմության համընդհանուր ներկայացումը։ Այժմ, երբ հարսանիքից անցել է 2 ամիս, կարելի է վստահ ասել՝ Ռոզան երջանիկ է որպես կին, որպես դերասանուհի, որպես մարդ, ով գիտի ինչ է ուզում կյանքից։ Նա ապրում է իր երազած կյանքն առանց վերապահումների, առանց շողոքորթությունների, պարզ ու արժանապատիվ։ Եվ եթե այսօր սոցցանցերում կան խոսակցություններ, գուշակումներ կամ բամբասանքներ, դրանք պարզապես արձագանքն են այն բանի, որ Ռոզան դարձել է հանրության սիրելին, և ոչ միայն իր շնորհիվ իր դերի, այլև իր էության։ Հենց այդ իսկ պատճառով էլ նա վերջերս որոշեց արձագանքել նաև կեղծ լուրերին կապված իր անձի ընտանեկան կյանքի հետ։ Ես երբեք չէի արձագանքում նման խոսակցություններին, բայց այս անգամ որոշեցի խոսել, քանի որ ստանում եմ հարյուրավոր նամակներ ու հասկանում՝ մարդիկ անհանգստացած են։ Ցանկացած մարդու համար, լինի հանրային, թե ոչ, այդ ամենը կարող է տհաճ լինել։ Ուզում եմ ասել, ոչինչ իրականությանը չի համապատասխանում։ Ես ապրում եմ սիրով ու հավասարակշռությամբ լի կյանքով, իսկ մնացածն իմ անձնական է։ Ռոզա Դավթյանը չի պարզապես դերասանուհի չէ, նա նաև այս սերնդի ձայնն է, անկեղծ, հզոր ու ստեղծագործ։ Եվ որքան էլ կյանքը բերում է նոր շրջադարձեր, Ռոզան դրանց դիմավորում է ժպիտով, հասունությամբ ու ուժով, իսկ նրա ուղին թե՛ իրական կյանքում, թե՛ էկրանին դեռ շատ հետաքրքիր շարունակություն է ունենալու։